Իրականում ես կարծում եմ շատ ծնողներ, շատ մայրեր այսօր անհամբեր սպասում են, հատկապես տղա ունեցող, ես էլ որպես տղա ունեցող ծնող չեմ կարող ներքուստ դրական չվերաբերել ցանկացած բանի նման փոփոխության, որ տանելու է տղաների ավելի քիչ ծառայության, բայց իսկապես բազմաթիվ խնդիրներ կան, մտահոգություններ կան, որոնք պետք է փարատվեն եւ այս օրենքի իրականացման պարագայում այդ մտահոգությունները պետք է չեզոքացվեն։ Իմ գործընկերները հնչեցրեցին դրա մասին։ Առաջինը իհարկե համալրման խնդիրն է, պարոն Պապիկյան, որքան էլ ասում ենք 2 տարի, 1.5 տարի դարձնելով որևէ թվակազմի վրա որևէ ազդեցություն դա չի ունենում, այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, նույնիսկ կարող է առաջարկ ծնվել, դե այդ դեպքում եկեք 1 տարի դարձնենք։ Եթե 2-ից 1.5 տարի դարձնելու դեպքում որևէ փոփոխություն թվակազմի պարագայում տեղի չի ունենում, եկեք միանգամից մի տարի դարձնենք։ Հաջորդ խնդիրը, որ ես տեսնում եմ, իհարկե նաև հերթափոխի հետ կապված խնդիրն է։ Այսօր էլ տարբեր մարտական հերթապահություն իրականացվող տղաները նույնիսկ նախատեսվածից շատ ավելի շատ երկար են մնում իրենց դիրքերում, որովհետև հերթափոխի խնդիր է առաջանում։ Ես այդ մտահոգությունն ունեմ, որ 1.5 տարի դարձնելուց հետո այդ խնդիրը կարող է ավելի սրվել։ Հաջորդ հարցը, եթե սա իրականացվում է այն բանի համար, որ նաև բանակից խուսափողների թիվը կրճատվի, ես տեսնում եմ, որ ես չեմ կարծում, որ սա էականորեն ազդեցություն կունենա բանակից խուսափելու հանգամանքի վրա, պետք է ավելի համալիր գործողություններ իրականացնել։ Եվ մի կարևոր հանգամանք, որ ուզում եմ նշել, եթե մենք փորձելու ենք հատկապես պայմանագրային զինծառայությունը գրավիչ դարձնել, մենք անպայման պետք է խոսենք բազային աշխատավարձի բարձրացման մասին։ Որքան էլ ասում ենք ատեստացիաներով պետք է աշխատավարձը բարձրանա, բայց այն աշխատավարձը, որ պայմանագրային զինծառայողներն են ստանում, սահմանին կանգնած զինվորն է ստանում, չի կարող բավարար համարվել եւ միայն ատեստացիայով բարձրացվելը բավարար չէ։ Ես վստահ եմ, որ չի կարող սահմանին կանգնած զինվորը, պայմանագրային զինծառայողը ավելի ցածր աշխատավարձ ստանալ, քան պարեկը Երևանի օրինակ կենտրոնում կանգնած։ Մեծ հարգանքով նրանց գործունեության նկատմամբ ես չեմ ասում, որ նրանց աշխատավարձը պետք է իջեցվի։ Միակ դիտարկումն այն է, որ սահմանին կանգնած զինվորը չի կարող ավելի ցածր աշխատավարձ ստանալ, քան պարեկները։ Այն, որ սա նախընտրական գործողություն է, նախընտրական քայլ է, դա նույնիսկ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Համենայն դեպս նույնիսկ ձեր այն հայտարարությունը, որ պետք է լիներ գործողություն իրականություն պետք է դառնար, այս օրենքը իրականություն պետք է դառնար հուլիսին, հիմա հունվարից է սկսելու աշխատել, պարզ է, որ սա նախընտրական տրամաբանություն ունի։ Համենայն դեպս որպես մայր ուզում եմ ասել, որ ես շատ կուզենայի, որ 1.5 տարվա փոխարեն նույնիսկ 1 տարի լինել, բայց հաշվի առնելով, որ չէ, իրականում բազմաթիվ այդ խնդիրները կան, որոնք անկեղծ ասած, որ ես տեսնեմ, որ դուք խորքային կերպով փարատեցիք այդ բոլոր մտահոգությունները, ես կասկածները, այս փուլում չեմ տեսնում, բայց ես կուզենայի, որ այս բարեփոխումները հետագա իրենց ճիշտ հունով զարգանան։